Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ։ Ինչպես նախորդ հաղորդումներով նշել եմ, որ ես Բերդ քաղաքից եմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքից եմ։ Այստեղ ծնվել եմ, այստեղ էլ ողջ կյանքս անց եմ կացրել, իհարկե ոչ անիմաստ։ Կատարել եմ բավականին շինարարական աշխատանքներ, գյուղատնտեսական, արտակարգ իրավիճակներում եմ աշխատել, նախորդ անգամ նշել եմ, կապտություն ստացել, հետևապես այսօր ես պարտավորված եմ, որ իմ ամբողջ գիտելիքները, ինչքան որ կա, անմնացող նվիրեմ իմ երկրին։ Վերջին ժամանակներս լսեցինք, որ գրում են, որ առաջարկ Հայաստանին ծրագիր գոյություն ունի։ Իհարկե կենտրոն հեռուստատեսությամբ եմ լսել, իսկ իմ առաջարկությունները այնքան շատ են, չեմ ուզում կրկնել, քանի որ շատ են առաջարկությունները մոտ 15 տարի է անշահախնդիր ես ներկայացնում եմ իմ բոլոր ծրագրերը։ Ծրագրերի մեծ մասը լրջորեն ընդունվել է, իրականացվել, սակայն որոշ բաներ դեռ բնականաբար ոչ մեկը իր կյանքում, նույնիսկ ամենաբարձր պաշտոնյան իր կյանքում չի կարող իրականացնել այն ծրագրերը։ Իհարկե կարող են ծրագրեր իրականացնել երկիրը դեպի անդուն գլորելու նպատակով, ինչպես արեց Գորբաչովը, մեր երկիրը փլզվեց։ Հետևապես ես այսօր խոսելու եմ մի թեմայի շուրջ, իսկ երկրորդ մասը կնվիրեմ զուգահեռականներ կտանեմ մեր նախկին կյանքից եւ ներկայից։ Ուրեմն դեռ փոքր էի, 5 տարեկան, մեր Ծաղկավան գյուղից դեպի Բերդ պետք է գնայինք, բեռնատար մեքենան ինքնաթափ մեքենա էր, ձմռան ամիս, սառը, ասաց չեմ կարողանալու չինչին բարձրանամ, Թովուզի վերելքը, որովհետև ճանապարհներ անմխիթար էր, գյուղամիջյան պրիմիտիվ հասարակ ճանապարհներ նույնիսկ խճապատված չէր։ Վարորդը մեքենան քշեց դեպի Քարագյուղ, Աղսու տարածքը, ովքեր գիտեն, մեր տարածքից են, գիտեն այդ ճանապարհը, մոտ 7 կիլոմետր ճանապարհ եւ հասանք Քարակարմունջ։ Մինչ Քարակարմունջ հասնելը ես մեքենայի բորտից կախված նայում էի, տեսա մի մեծ փոս, որի վրայով էր ասում, դա Շխմուրադի վանքն էր, հետագայում իմացա, քանի որ դպրոցական տարիներին մեր անասունները տանում էինք հենց այդ տարածքը, Աղսու, Քարագյուղ եւ այնտեղ էինք պահում մեր անասունները։ Իսկ ինչ էր իրենից ներկայացնում Աղսուն ու Քարագյուղը։ Հիմնականում անտառտնտեսության աշխատողներ էին։ Մոտորապես 300 ընտանիք աշխատում էր, կար կուլտուրայի տուն, կար դպրոց, մի խոսքով հոսանքը դվիժոկով էին, ժամով դվիժոկով էին հոսանք տալիս, սակայն մարդիկ ապրում էին այդտեղ հարմարված, աշխատում էին իրենց աշխատավարձը ստանում եւ այլն։ Դրան չանդրադառնամ, ուրեմն անցանք Քարակարմունջով, բոլորն ասեցին հասանք Քարակարմունջ, այդ Քարակարմունջը անցանք, բայց հետագայում դպրոցական տարիներին երբ գնում էինք մեր անասունները այդտեղ պահում, մենք դպրոցականներ էինք, այդ Քարակարմունջը հետաքրքիր ուսումնասիրեցի, ես կյանքում ամեն ինչը հետաքրքիր եմ նայում, նայեցի նրա կառուցվածքը, մի թեթև ճակ գոյություն ուներ, լավ վիճակում էր գտնվում այդ Քարակարմունջը, իսկ երբ այս տարի գնացինք Վարդևորի, մեր ամբողջ ժողովրդի մեծ մասը հավաքվում էր անտառներում, իսկ այդ տարածքը լեփլեցուն էր մարդկանցով, քեֆ էին անում, ուրախանում, իսկ ես էլի նայեցի այդ Քարակարմունջը, տեսնեմ ինչ վիճակում է։ Իհարկե, թե մարդկային գործոնով, թե տեխնիկաներ խփել կողքի մոտ 1 մետր բարձրության պարապետերը, այսինքն արգելապատնեշները, մի մասը արդեն փլզվել էր։ Հետևապես մտահոգվեցի, այդ ժամանակ ինձ հարց տվին գերմանացիներն են այդ կամուրջը կառուցել, իսկ ես քաջատեղյակ էի այդ կամրջի իրականացնողների ճարտարապետի մասին։ Այդ ճարտարապետ 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Ավետիք Մեխակի Խաչատրյանը
նախագծում է եւ իրականացնում են այդ կամուրջը։ Այդ կամուրջը մինչեւ օրս պահպանվում է եւ կրողունակությունը շատ բարձր է։ Վրայով անցել է կամացո 87 թվին եւ ոչ մի փոփոխություն չի եղել, այսինքն կրողունակությունը բարձր է, ինքը բարձր կամուրջ է, ամուր եւ ինձ հետաքրքրեց անհանգստացրեց ավելի շուտ, թե ինչու են բարբարոսաբար վերաբերվում այդ կամրջի նկատմամբ։ Ես որոշեցի առաջարկություն գրել, նախորդ անգամին փորձվելու տեսակ, որ բոլոր առաջարկություններ են, դա հետո կասեմ, սեպտեմբեր ամսին ես դիմում դիմեցի նույն բանով թերթի վրա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդակյանին, ԿԳՍՄ-ի նախարար Ժաննա Անդրեասյանին։ Նպատակս այդ կամուրջը վերականգնելն էր, քանի որ Իծաքար, Գանձակար, Իջևան ճանապարհը նորոգվում է, ես գիտեի, որ նոր կամուրջ պետք է նախագծեն, բայց իմ ուշադրությունս հենց կենտրոնացրի դրա վրա, որպեսզի խնդրեմ, դիմումներով խնդրեմ, որ այդ կամուրջը նորոգեն եւ մնա այլընտրանքային ճանապարհ, քանի որ մոտ 50 մետր բարձրության վերևի վրա, Հախում գետի վրայով այդ կամուրջը գործում է մինչև օրս, սակայն ես չէի ցանկանա, որ նորը կառուցելուց հետո դա անտեսվի։ Եվ գրեցի, որ ով է եղել հեղինակը, ոչ թե գերմանացիներն են եղել է Ավետիք Մեխակի Խաչատրյանը, դա իմ մայրական կողմի մորս հորեղբոր, մեծ հորեղբոր տղան է եղել, ինքը այն ժամանակ սահմանագծում, սահմանազատում չի եղել, այդ Մեխակը եղել է Ղազախում, մեծ պաշտոններ է ունեցել, Մեխակ Խազեին են ասում նրան, այսինքն սեփականատեր էր, Ղազախը մեր շրջանները տարանջատված չի եղել։ Հետևաբար այս դիմումով ես խնդրեցի եւ շնորհակալ եմ երկուսից էլ, եւ տարածքայինից եւ ԿԳՍՄ-ից, այսինքն մշակույթի կենտրոն Ժաննա Անդրեասյանից, որ նրանք դիմումից պատասխանել են։ Իհարկե տարածքային կառավարման նախարարը գրել է, որ դա մշակույթի ԿԳՍՄ-ի գործն է, այսինքն կրթության եւ նորոգվելու է, իսկ իրենք նոր կամուրջ են կառուցելու։ Սա տարածքային կառավարումից ստացված պատասխանն է։ Այս մեկը կրթության ԿԳՍՄ-ի նախարար Վարդայանն է դիմումից պատասխանել, որ այո, դա կառուցվելու է 26-28 թվականներին։ Ես գրել էի, որ մտցնեն մշակույթի ցուցակում հուշարձանների ցուցակում, որպես արժեքավոր տարածք եւ այնտեղ ցուցատախտակ կպցնեն, որ այդ կամուրջը իրականացրել է ճանապարհային ճարտարապետ Ավետիք Խաչատրյանը։ Իհարկե ինչ կատարվեց նրա հետ, նրա հետ աշխատողները վկայում էին նրա աշխատասիրության մասին, մեր ճամբաժնի նախկին, իհարկե 70-ական թվականների տնօրենը ճամբաժնի, այն ժամանակ եղել է երիտասարդ եւ ինքն է պատմել, որ այո, իրեն մոտ աշխատել է ինքը։ Դե իհարկե ցարական կառավարության ենթակայության տակ է եղել, գեներալների հետ է ճանապարհը իրականացրել մինչեւ Դիլիջանի ոլորանները, այդ ճանապարհը սողանքների մասին ինքը ներկայացրել է սողանքների վտանգավորության մասին, որ Իջևան Դիլիջան հետ Հով գյուղի ներքևում անընդհատ սողանքներ է լինում, ճանապարհը լցվում է գետը։ Մի խոսքով ես իմ խնդրանքը հաշվի են առել եւ պատասխանել։ Իհարկե տեսնենք ինչքանով արդյունքի կհասնենք։ Այդքանը այդ կամրջի մասին։ Ես հետո այս ելույթով ես ցանկանում եմ, քանի որ հնարավոր է, որ
այսուհետև ելույթներ չունենամ, բայց ինչից դրդված լինելով, որովհետև իմ հաղորդումների վերաբերյալ ոչ մի ԶԼՄ-ի ներկայացուցիչ շատ լուրջ առաջարկություններ են արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, տրանսպորտի, բնապահպանության, մի խոսքով բոլոր ոլորտները ինձ հետաքրքրում է, բացի երկրի ֆինանսականը, քանի որ ես չեմ սիրել այդ ֆինանսական գործերը եւ քաղաքականությամբ չեմ զբաղվել, սակայն քաղաքականությունը հենց տնտեսության զարգացնելն է, ուղղություն տալը։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քանի որ քաղաքական գործիչները ոչ բոլոր դեպքերում են արժանանում բարձր հարգանքի։ Քանի որ ես իմ կյանքը երկու մասից է բաղկացած, այսինքն աշխատանքային խորհրդային միության եւ հետխորհրդային ժամանակաշրջանների, կասեմ, որ խորհրդային միության ժամանակ մենք ապրում էինք անհոգ, ոչ թե երեխա էի, որ անհոգ, աշխատանք բոլորս ունեինք աշխատանք, բոլորս ապահովված էինք, հենց ժողովրդավարությունը այդ ժամանակ եմ ես զգացել այսօրվա հետ համեմատելով, որովհետև շատ փոփոխական կյանքում ենք ապրում, ժամանակները փոխվում են, ժամանակների հետ գիտությունը, տեխնիկան զարգանում է, իսկ մենք կարծես թե մեր իմացությունը անուշադրության կենտրոնում է։ Քաղաքականությունից որ ասեմ, մի քիչ էլ բերեք այլ օրինակներ բերենք։ Ես որ դիմում եմ գրել Սևանա լճի վերաբերյալ, ուրեմն ասեմ, որ դեռ լուրջ ուշադրության կենտրոնում չի, սակայն դա ռազմավարական է, այսօր Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը գյոլ է ասում, այսինքն գյոլը ջրի գյոլն է, իրանց անուններով են կոչում, իսկ վտանգավորությունը հաշվի առնելով նախկին անգամ եմ ասել, մոտ 15 տարի ես այդ հատվածը, որ պետք է իրականացվի, գաղտնի եմ պահում, իսկ մնացած բնապահպանական բոլոր խնդիրները ներկայացրել եմ, այսօր այն ինչ որ ուսումնասիրվում է գիտնականների կողմից, ես դա շուտ դեռ 10 թվին ներկայացրել եմ, այդ բանի Սևանա լճի կանաչումից բռնացրած մակարդակի իջնելուց եւ այլ, քանի որ նաեւ հիդրոինժեներ եմ, ես չեմ կարող անտարբեր մնալ այդ հարցում եւ մինչեւ կյանքիս վերջը պայքարելու եմ, որպեսզի այդ նպատակից հասնեմ։ Ես իհարկե զանգահարել եմ Գեղարքունիքի մարզի պաշտոնյաներին, հրավիրել են, ես պարտավոր եմ գնալ իրենց հետ ներկայացնել, բայց այդ գաղտնիքը պետք է իմանա վարչապետը, նախագահը, ազգային ժողովի նախագահը, նաև ԱԱԾ-ի տնօրենը։ Ես անձամբ 3 տարի առաջ դիմում եմ գրել, 3-ին միանգամից նույն թերթի վրա, չնայած ասեմ, որ արձագանք չեմ ստացել, 2 անգամ անձամբ իրեն աշխատակազմին եմ հանձնել, երբ ինքը եկել էր մայիսի 4-ին մեր մոտ, հանդիպել եմ 5 րոպե զրուցել եւ այդ փաթեթը ներկայացրել իրեն հետ զրուցելով 5 րոպե զրուցել եմ եւ խնդրել, որ առանձնազրույց ունենա։ Առանձնազրույց կարող է ասել դու ով ես, որ առանձնազրույց, այսօր տեսնում եմ ինչքան թերություններ կա գյուղատնտեսության, Երևան քաղաքի տրանսպորտի, ամենօրյա փոփոխությունները, մարդկանց անհանգստությունը, գնագոյացումը, երթևեկության ուղղությունները կարգավորելը եւ այլ։ Հիմա քաղաքականությունից որ ասեմ, մեր քանի որ չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ, իհարկե անտարբեր չեմ երկրի զարգացման նկատմամբ, ասեմ, որ դիմումում, ես մի քիչ եմ դիմումներում ինքնատիպ անձնավորություն եմ, շատ դեպքում կոշտ ու կոպիտ եմ գրում, օրինակ, նա մեր նախագահ պարոն Խաչատուրյանին առաջին նախադասությունը դիմումով գրված է, ես
քիչ լավատեսական եմ բոլոր նախագահների նկատմամբ, սակայն խնդրում եմ, որ այս հարցը կարգավորեք։ Բոլոր փաստերը ունեմ, ում հետաքրքրում է ռիսկային, բոլորն ասում են ռիսկային, բայց ես դրական բան եմ անում, ռիսկային ոչինչ չկա, ես ոչ գող եմ, ոչ ավազակ, ոչ էլ այլ արդար անձնավորություն եմ, անկաշար, եղել եմ նյութական օբյեկտների վրա, վախելու բան չկա, ես ռեալ բանն եմ, իմ պահանջներն եմ ներկայացնում։ Ուրեմն խոսել Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքից։ Նիկոլ Փաշինյանը պարզվեց, որ ինքը բավականին հզոր անձնավորություն է, իրան ծրագրերով, ինչ որոշում է, այն էլ կարողանում է իրականացնել հապճեպ։ Նախկինում 7 նախարարի ծնկանցերին միանգամից ազատեց, վերջերս ազատում է նրան, ով իրան դուրը չի գալի, իհարկե ես ավելի, քանի որ փոքր ձեռնարկություն եմ ղեկավարել, այո, ով որ չի լսում, պետք է ավելի խիստ լինել, նույնիսկ ես դաժան անձնավորություն չեմ, սակայն կասեմ գողերի, ավազակների, մարդասպանների նկատմամբ կարելի է սահմանադրությունը մի կետ մտցնել, նու կարելի ասել աքսորը, ես չեմ ասի, որ մահապատիժ, բայց աքսորն էլ մահապատիժի նման մի բան է, հեռացնեն, մեկուսացնեն, քանի որ վերջին ժամանակներս գլուխ են բարձրացնում այն մարդիկ, ովքեր խաթարում են մեր երկրի առօրյան կյանքը։ Վերեք իմ միտքը շարունակեմ, որ ինչ էի ուզում ասեմ, քանի որ ասեցի քաղաքականությունից, քաղաքականությունը այն բանն է, որ ուրիշները շատ ուրիշ բան են ասում քաղաքականության վերաբերյալ, բայց իրոք ոչ մի քաղաքական գործիչ վերջնարդյունքում իրեն նպատակները չի կարողանում իրականացնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից, հոգեբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կարծես թե երկրորդ անգամ հեղափոխություն մտցրեց, հեղափոխություն։ Եվ այսօր տեսնում եմ, որ ինչքան հանցագործ տարեր են գործել ու գործում են նույնիսկ հիմա, եթե մենք անտարբեր մնանք դրանում, ես եւս վրդովված եմ, որովհետեւ մեր շրջապատում էլ կան խարդախներ, որոնց չեն պատժում, իմ օրինակով կարող եմ ասել, բայց դա քննչականի եւ ոստիկանության գործն է, այդ ուրիշ հարց է, մի խոսքով խաբեբաների տարածքը, խաբեբաների քանակը ավելանում է։ Ուրեմն խոսեմ Նիկոլ Փաշինյանից, ես անձամբ մեր կուլտուրայի տանը խոսել եմ իրեն եւ իրեն տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, շատ ազատ, շատ երգով, ժպիտով, ողջունել իրենց հաղորդումները, իրենց կատարած աշխատանքները, բայց ասեմ, ու համեմատական զուգահեռականներ եմ տանում Փաշինյանի գիտելիքների, իրեն ասած խոսքերի եւ շատերի կողմից այսօր մեր նախկին ղեկավարների կողմից մեծարված Վլադիմիր Իլիչ Լենինի նկատմամբ մենք մանուկ հասակից լսել ենք նրա ծրագրերը, նրա կատարած աշխատանքները, նրա 54 հատորը 54 տարվա մեջ, դա գաղափար է եղել, գիտելիքներ է եղել, որ եթե հիմա քննադատվում է, հետագայում պետք է վերականգնվի, սակայն ես որպես ուսանող ինստիտուտում Լենինի կոմունիստական հասարակության վերաբերյալ, որ հակասությունները կլինի, ես բոլոր առարկաները 5 էի ստանում, այդ մեկը 4 ստացա, քանի որ ես այսօր իրոք ազատություն է, յուրաքանչյուրից ըստ ընդունակության, յուրաքանչյուրից ըստ աշխատանքի եւ ըստ պահանջի, մարդկության պահանջը չի վերանում։ Հետևապես մոտ 100 տարի առաջ ծնված Լենինը ես նմանեցնում եմ Նիկոլ Փաշինյանին։ Ասեմ, որ Լենինը Ստալինից էլ ավելի խիստ է եղել, ես դրվագներ գիտեմ որոշ դեպքերում մարդիկ ականատես են եղել նրա վերաբերմունքին, իհարկե բոլորն էլ կվկայեն ցարի նկատմամբ ինչ են աղերել եւ այլն։ Հիմա
մեր Նիկոլ Փաշինյանը անում է իրեն գիտելիքներով, ասում է համարյա կրկնում է այն խոսքը, նա ասել է, Լենինն ասել է սովորել, 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 իսկ հիմա պարոն Փաշինյանն ասում է գիտելիք բանը կրթվել, 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 այսինքն նույն բանն է նշանակում, բայց ժողովրդին պետք է նաև ուժ ցույց տալ, ժողովրդին չէ, ղեկավարությանը ճիշտ ուղղություն տալ, որպեսզի ժողովրդի հետ լավ վերաբերմունք ունենան։ Ես քննադատաբար պետք է ասեմ, որ ընտրությունից ընտրություն մոտ 120 թե ավել կուսակցություններ կան, ոչ մեկը չի գալի մարդկանց հետ զրույցի, կոնկրետ մենք կարոտ ենք զգում, մեր ժողովուրդը կարոտ է զգում, հեռուստատեսությունը իրան հերթին, բայց դեմ առ դեմ զրույցը մի մեծ նշանակություն ունի։ Ասեմ, այն ժամանակ կար ագիտացիաներ, 4 տարեկան էի, ում տունը չէր կաթում, այդտեղ հավաքվում էին և պրոպագանդում, ագիտացիա էր կոչվում։ Ես էլ փոքր երեխայի ծնողներից հետ գնում էի այնտեղ, բայց չգիտեի դա ինչ է նշանակում, հետագայում որ իմ քեռի Դավթյոն պար դպրոց ավարտեց և պրոպագանդիստ էր, պրոպագանդայի բաժնի վարիչ էր, ժողովերասկողության նախագահ էր, ամեն օր այդ թեմաներով էր խոսում և ուսուցամեր ուղեղներում նստած էր մարքսիզմ, լենինիզմը։ Իհարկե, այսօր պետք է վերականգնվի շատ բան, առողջապահությունը, կրթությունը, այսօր ցածր մակարդակի վրա է, չեն ուզում սովորեն, չեն սիրում մասնագիտություններ, ջահելները, հեռախոսը հիմա ձայնը եկավ, հիշեցրուց, որ զբաղված են հեռախոսներով, պարփակված, բակային խաղեր չկա, մի անգամ ես գրեցի 28 բակային խաղեր, որ մեր ժամանակ կար, դեռ էլի կարող էի ավելացնել, հենց այնպես նստեցի մեր խաղերը վերհիշելով, այսօր առողջության, ֆիզկուլտուրայի, առողջության բնագավառում խիստ թերություններ կա, երեխաները չեն զբաղվում, երեխաները ճիշտ չեն դասիրակվում, երեխաները շատ ոչ ճիշտ քայլերի են դիմում, սակայն ունենք տաղանդավոր երեխաներ, ես իմ դիմումներում գրել եմ, եթե ես չկարողանամ ինչ-որ մի բանաձև իրականացնել, ջահելներ կան, որ նրանք իրականացնեն։ Մեր ժողովուրդը իրոք տաղանդավոր է, տաղանդը պետք է օգտագործվի, անձնական մոտեցում այն տաղանդավորներին։ Դե հիմա իմ նկատմամբ ես ոչինչ չեմ ասում, 76 տարեկան եմ, ինչքան որ կկարողանամ, ինչքան որ կարող եմ իրականացնել, հետևապես դա ինձանից չի կախված, ես ուժ չունեմ այդպիսի իրավունքներ չունեմ, որ ես կարողանամ ոտս գետնին խփեմ և ասեմ, այս պետք է անենք։ Չնայած նախկինում եղել եմ շինտեղամասի պետ, եղել եմ կոնտեքստուալ անասնաբույծ, եղել եմ ձեռնարկության տնօրեն և կարողանում էի բոլոր բնագավառները բարձր ցուցանիշների եմ հասցրել։ Ամենակարևորը իմ ծրագրերի դա Սևանա լիճն է։ Սևանա լիճը, որը պետք է մնա նույն մակարդակին, թե բարձր, թե ցածր, պետք է այսուհետ մնա նույն մակարդակին, մարդկային գործոնից, չպետք է կախված լինի, ես էլի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ասում, ներկայացնում, նա ում ոնց ուզում է, այնպես էլ նշանակում է, ազատում է, և բայց ասեմ, իմ այդ ծրագիրը, եթե իրականացվի, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նաև հետնորդները չեն կարող ջրի մակարդակը իջեցնեն կամ բարձրացնեն։ Այդ ծրագիրը կարևոր է, եթե Նիկոլ Փաշինյանը այսօր մենք տեսնում ենք, որ կարողանում է ամեն ինչ անել, իրան շատ կներեք, ապուտ ատերնել, որ երկնքից իջնեն, չեն կարողանալու, այդ եմ ասում, այսինքն խնդրում եմ լրջորեն մոտենալ, հարգելի լրագրողներ, հարգելի կառավարություն, հարգելի հեռուստաընկերություններ, դռները մի փակեք մեր նման մարդկանց առաջ, ես գալիս եմ Երևան,
չեմ կարողանում մտնել նախարարություններ, չեմ կարողանում վերջերս մտնեմ քաղաքապետարան, որ նախկինում կարողանում էի, էլի եմ նշել, Տարոն Մարգարյանը, երբ քաղաքապետ էր 17 թվին մեր մոտ էր եկել, մի առաջարկություն արի, հաջորդ օրը հրավիրեց Երևան եւ 2 տարուց ավել ազատ դռները բաց էր իմ առաջ, մտնում էինք, քննարկում էինք կոմունալ ձեռնարկությունները, վթարային շենքերը, սողանքները, գետառի վարարումները, բոլորի նկատմամբ նույնիսկ հաշվարկներ ունեմ Արաքս գետի համար վտանգավորության։ Ես Ֆելիքս Ցոլակյանի մոտ եմ եղել արտակարգ իրավիճակների նախարար 19 թվին եւ չթողեցի, որ ինքը 2 բառ գոնե փոխանակի կայծակնային արագությամբ ես ներկայացրի հենց սկզբից ասացի ես Բերդ քաղաքից Երևան գալուց ասֆալտային ճանապարհը չեմ նայել, վերև եմ նայել, թե ինչու ասացի, որովհետեւ ծերացած ծառեր կան ամեն միջուղը մի վթարի արդյունք եւ պետք է ասեց կհանձնարարեմ կկտրեն այս մինչ օրս դե իհարկե փոխեցին ինքը փոխվեց այլ աշխատանքի դեռ մնում է այդ նույնը ասել եմ նաեւ մեր մարզպետին իսկ քարաթափումների մասին ես խոսել եմ հրդեհների, սողանքների, արտակարգ իրավիճակների, շինարարությունում թե քանի որ ես անցել եմ անվտանգության տեխնիկայի կանոնները, բոլոր բնակավարներում ես շատ ուշադիր եմ եղել արտակարգ պատահարներից խուսափելու համար կապակցությամբ։ Հետևաբար նույն օրը հունիսի 28-ին ընդունելությունից հետո ես վերադառնում էի Բերդ քաղաք։ Մի օթերոտ հավանները կնշեն ու կասեն, այդ օրը այնպիսի ուժեղ քամի, անձրև, չգիտես մի փոթորիկ, որ նույնիսկ Սևանի ճանապարհին, Երևան-Սևան ճանապարհին ծառեր էր ընկել։ Հանդիպակաց գոտով էին մեզ ուղղություն տալի որ գան։ Իսկ եկա Կրիվոյի մոտ մի մեծ բուն ծառ էր ընկել 911-ը եւ ճանապարհային ոստիկանությունը կանգնած զգուշացնում էին եւ այդ ծառը կտրեցին հանեցին ճանապարհից։ Նույն օրը իմ ասածները, իսկ 13 օր հետո բոլորդ կհիշեք Ալավերդու ճանապարհին դեպի Կիրովական քարաթափում եղավ եւ 2 հոգի Ժիգուլի մեքենայի մեջ զոհվեցին։ Ուրեմն ես ուզում եմ ասել պատահական չէ իմ ասածները, իմ կանխատեսումները։ Ես գուշակ չեմ, ես այլ ծրագրեր չունեմ, միայն երկրի անվտանգությունը եւ տնտեսության զարգացումը։ Գյուղատնտեսությունը, ես չեմ ուզում կրկնեմ նախկին հաղորդումներս, եթե նայեք, կտեսնեք, որ շատ բնակավարների հաշվարկներ ունեմ, նույնիսկ տաքսի սերվիս, նույնիսկ վթարային ջրամբարների փլզման արագությունը, վնասները, իհարկե, բոլորս աշխատող մարդիկ թերություններ ունեն, բացթողումներ ունեն, բայց եթե գոնե 20%-ը իրականանա, մեր ժողովուրդը կգտնվի լավ վիճակում։ Ուրեմն խորհրդային միությունում ապրելուց հետո նոր կյանք է, նոր միջավայր, նոր պահանջներ, նոր դժգոհություններ։ Նախկինում որ տեսնում էինք արտասահման երկրներում ցույցեր, զարմանում էինք, ոնց են դուրս եկել ցույցերի։ Իհարկե դա մեր մոտ եղավ լավ թե վատ, իհարկե արտադրողական ուժերի բնույթին երբ հարաբերությունները չեն համապատասխանում, կռիվներ, հեղափոխություններ է լինում։ Ժողովուրդ ջան, ես այսքանով վերջացնում եմ եւ իմ շնորհակալությունը հայտնում Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի կենտրոնի աշխատակազմին, հանձինս ընկեր Մելիքյանին, Արմեն Մելիքյանին, ընկեր Միրզոյանին, որոնք կազմակերպում են, լսել են իմ մասին եւ կազմակերպել են այս հաղորդումը։ Ես մի բան էլ ավելացնեմ, չգիտեմ ինչն է պատճառը, որ ինչ դրական լիցքեր է հաղորդվել, որ այս ամբողջ տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքն է, եռուզեր է, ամբողջ Բերդ քաղաքի ճանապարհները փակված,
իրականացնում են զարմանահրաշք աշխատանքներ եւ քանի որ մեր շենքի մոտ նաեւ Մովսես Խորենացու փողոցն են սարքում, ես իմ շնորհակալությունը կարող եմ հայտնել մեր ճանշինի տղաներին, Գագիկ Ադամյանին, իրեն տղային, իրեն հետի աշխատողներին, այն միասնությունը ոչ թե խոսքերով է, այլ եւ ուզեր բոլոր իրանց աշխատանքները գիտեն եւ պարտաճանաչ միլիմետրի ճշտությամբ, քանի որ երջանաբարի վրա նիվելիրով ամբողջ կառույցը տեղ եմ հասցրել, տեսնում եմ եւ կարողանում եմ գնահատել։ Շնորհակալություն իրենցից եւս թող իմանան, որ ձմեռ թե ամառ մեր ճանապարհները բաց են, պարտաճանաչ ձևով իրականացնում են այդ աշխատանքները։ Ես ասելու շատ բան ունեմ, բայց ժամանակը սպառնում է, եթե պետք է եւ պետք լինի, որ հրավիրեն ինձ համապատասխան թե գյուղատնտեսություն, թե շինարարական գործ, թե տրանսպորտի կարգավորման հարցը ես հիվանդացա 4 ամիս առաջ, չկարողացա ներկայացնել, հատուկ գոտի էի նախատեսել եւ այդ հատուկ գոտին հանրային տրանսպորտի համար իհարկե 3 անգամ ինձ հրավիրել է Վազգեն Հարությունյանը, որպեսզի իրականացնենք, բայց հնարավորությունները Երևան մնալու այդքան շատ չեն, որ ես կարողանամ մնալ օրերով, իսկ նույն օրը գնում եմ, հաջորդ օրը վերադառնում եւ չեմ կարող։ Շատ առաջարկություններ ունեմ գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, արտակարգ իրավիճակների, բոլոր բնակավարներում ես աշխատել եմ, իսկ պրակտիկան ճշմարտության աստիճանն է, ոնց որ նշվում է, պրակտիկան ամենակարևորներից կարևոր է։ Ես ինձ չեմ մեծարում, PR չի սա, ես կանեմ այն, ինչ որ ուժս պատի, իհարկե սպառվում են դիսիմիլացիոն պրոցեսն է իշխում այս տարիքում, սակայն ես կողքեվորվեմ, էլի կանեմ մեր ժողովրդի համար այն ինչ որ ես գիտեմ։ Ես շատ բան չգիտեմ ներկայիս տեխնոլոգիաներից, ռոբոտաշինությունից, բնական է դա, հեռախոսներից, կամպյուտրից, չեմ հասկանում, ոչ թե չեմ հասկանում, արդեն ուշ է, որ ես մախարչվեմ այդ աշխատանքներում։ Շնորհակալություն լսելու համար, շնորհակալ եմ, եթե անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ նորից ելույթ ունենալու։ Շնորհակալություն։